Շահումյան կազմակերպության փոդքասթ։ Բարի գալուստ մեր ալիք։ Այսօրվա թողարկման թեման է ԱՄՆ քաղաքական սխալները Մերձավոր Արևելքում, Թոմ Բարաքի գնահատականները։ Անսպասելի և կտրուկ քննադատական գնահատականով Թոմ Բարաքը, Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի դեսպանը, ապամոնտաժեց Իրաքում և Մերձավոր Արևելքում տասնամյակներ տևած ամերիկյան ռազմավարական որոշումները, բացահայտելով սխալ հաշվարկների, կառուցվածքային ձախողումների և աշխարհաքաղաքական հետևանքների հում և աննախադեպ պատմություն, որոնք շարունակում են ձևավորել տարածաշրջանը։ Խոսելով The National-ի հետ բացառիկ զրույցում, Բարաքը լայնածավալ ներքին քննադատություն է ներկայացրել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության դոկտրինի վերաբերյալ, սկսած Իրաքի մասնատումից մինչև Վաշինգտոնի դիրքորոշումը Իրանի, Լիբանանի, Սիրիայի և Իսրայելի նկատմամբ։ Փոխանակման առաջին պահերից Բարաքը Իրաքը ներկայացրեց որպես բաների հիանալի օրինակ, որոնք մենք այլևս երբեք չպետք է անենք, նկարագրելով թանկարժեք ներդրումների, քաղաքական մասնատումի և Իրանի անկանխատեսելի հզորացման շղթան։ $3 տրիլիոն, 100 հազարավոր կյանքեր, և մենք ոչինչ չունեցանք։ Երբ Հադլի Գամբլը հարցրեց Իրաքի նկատմամբ Վաշինգտոնի փոփոխական դիրքորոշման մասին, Բարաքը սկսեց լայնածավալ մեղադրանքով։ Մոտ $3 տրիլիոն ներդրվեց, 20 տարվա աղետալի պատմություն, մի քանի 100,000 կյանք կորցրեցինք, և մենք ոչինչ չունեցանք։ Նա ապնդում են, որ ԱՄՆ-ն փորձել է պարտադրել մի տեսակ հանրապետություն Իրաքի խորապես պառակտված սուննի շիա-քրդական իրականությանը, ստեղծելով դաշնային մոդել, որն արագորեն վերածվեց բալկանացման։ Մենք կստեղծենք մի տեսակ Բաղդադի ֆեդերալիզմ, հետո մեկ այլ ինքնավար քրդական պետություն, և մենք նույնը արեցինք Սիրիայում SDF-ի, այսինքն Սիրիայի դեմոկրատական ուժերի, և YPG-ի, այսինքն Ժողովրդական պաշտպանության միավորումների, կամ PKK-ի, այսինքն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։ Այն բալկանացվում է այնպես, ինչպես Հարավուսլավիան։ Բարաքը պնդում էր, որ այս կառուցվածքային բաժանումը հնարավորություն է տալիս Իրանին մտնել վակուում։ Իրանը քայլեր է ձեռնարկում և լրացնում դադարությունը։ Մենք ստեղծում ենք այս խելագար կառույցը, որում ոստիկանները իրականում իշխանություն ունեն խորհրդարանի վրա։ Նա վարչապետ Մոհամմեդ Շիա Ալ-Սուդանիին նկարագրեց որպես ընդունակ առաջնորդ, որն այնուամենայնիվ անշարժ է։ Շատ լավ վարչապետ, որն իշխանություն չունի, զրոյական հզորություն։ Նա չի կարող կոալիցիա կազմել, քանի որ ՊՄՖ-ը և այլ բաղադրիչները արգելափակում են բեմը։ Խաոս, աբսոլյուտ խաոս։ Հեզբոլլահ, Իրաք, Լիբանան և տարածաշրջանային տարածում։ Բարաքը ասաց, որ իր վերջին այցը ցույց տվեց տարածաշրջանի անկայունությունը։ Խաոս, աբսոլյուտ խաոս։ Նա նշել է քայքայիչ թշնամու մարտիկների առկայությունը, որոնք շահագործում են Իրաքում, Սիրիայում, Լիբանանում և Եգիպտոսում։ Նրա կարծիքով Սիրիայի նոր իշխանությունները պաշտպանում են նմանատիպ ճնշումները, փորձելով կայունացնել անցումը։ Նա բացատրեց, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային հանձնառությունը այժմ հիմնված է ամբողջովին ահաբեկչության դեմ պայքարի վրա։ Այս նախագահը ասաց. «Այլևս ոչ մի կոշիկներ չեն լինելու գետնի վրա, ոչ մի փող չկա։ Մենք չենք վտանգելու ամերիկացիների կյանքերը մի բանաձևով, որն երբեք չի աշխատել»։ Բարաքի խոսքով Իրանը Իրաքը համարում է էական և հեշտությամբ չի հրաժարվի ազդեցությունից։ Նրանք մեծ դիրքորոշում են հայտնում Իրաքի օգտին։ Դա այն ամենն է, ինչ նրանց մնացել է իրենց։ ԱՄՆ-Իրան հեռանկարներ։ Մեր նախագահը բաց է, բայց ոչ տուփը կոծկելու համար։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է Տեհրանի հետ բանակցությունների նոր ուղի վրա, Բարաքը պնդեց. Նա բաց է իրական քննարկումների համար։ Եթե իրանցիները ցանկանում են լսել վստահված անձանց հարստացման և ֆինանսավորման դադարեցման մասին, դա պատասխանն է։ Նա հավելեց, որ ԱՄՆ-ն չի ցանկանում ներքաշվել երկարատև խորհրդավորական դիվանագիտության մեջ։ Նա գիտի ծրագիրը։ Խայթաուղելով ջափատակապես միայն երկխոսության մեջ մտնելու համար տեղի չի ունենա։ Լիբանան, լրիվ ձախողված պետություն և փխրու շիա հավասարում։ Բարաքը էմոցիոնալ խոսեց Լիբանանի մասին։ Այն շատ յուրովին տեղ է գրավում, բայց դա լրիվ ձախողված պետություն է։
Նա մեջբերեց հսկայական պարտքը, կաթվայզահար բանկային համակարգը, որը գործում է ոչ պաշտոնական ուղիներով, եւ քաղաքական կառույցը, որը չի կարող շարժվել մենակ խոստովանական բլոկների միջև կոնսենսուսի հավասարմով։ Ոչ ոք չի կարող որոշում կայացնել առանց մյուս խոստովանականի համաձայնության։ Հեզբոլլահի քաղաքական դերի վերաբերյալ Բարաքը հստակ էր։ ԱՄՆ-ն ասում է, որ Հեզբոլլահը ահաբեկչական կազմակերպություն է։ Լիբանանում դա քաղաքական կազմակերպություն է։ Կառավարությունը չի կարող շարժվել, եթե շիաները կողմ չեն։ Նա նշեց, որ գոյություն չունի որևէ սցենար, որով լիբանանական բանակը բռնի կերպով զինաթափի շարժումը։ Իսրայել, Լիբանան, հանգիստ երկխոսություն եւ նոր պատգամավորական հրահրում։ Բարաքը հաստատեց, որ երկխոսություն է ընթանում։ Նրանք խոսել են, նրանք հիմա սկսում են երկխոսություն։ Նա գովաբանեց ԱՄՆ-ի նոր դեսպան Լիզա Ջոնսոնին եւ ներկայացրեց Վաշինգտոնի ուղերձը։ Լիբանան, դուք պետք է խոսեք Իսրայելի հետ, ուղղակիորեն։ Նա քննադատեց անցյալ մեխանիզմները, նաև 2024 թիրավատներին դադարեցման որպես արհեստական կոնստրուկցիաները, որոնք իրական գնումներ չունեն։ Հաջորդ օրը արդեն չի աշխատում։ Բայց նա զգուշությամբ լավատես հայտնեց համապարփակ պայմանավորվածության վանն, որը կներառի շիա կազմակերպությունների եւ ոչ թե բացառի նրանց։ Հարցին, թե ինչ առաջընթաց է նկատվում Սիրիայի եւ Իսրայելի միջև, Բարաքը հայտարարեց. Սիրիական կողմից մոտ։ Նա նկարագրեց, որ Սիրիայի նոր իշխանությունները մոտենում են իրենց 1 տարվա նշանին 50 տարվա դաժանությունից վերջ դնելուց եւ Վաշինգտոնի հետ համագործակցության պահպանելուց։ Այն, ինչ մենք իրենցից խնդրել ենք կարշելու համար դեպի Իսրայել, նրանք անում են։ Նա ասաց, որ Իսրայելը շարունակում է տատանվել, դանդաղեցնելով գործընթացը, բայց վստահություն հայտնեց անվտանգության եւ նորմալացման կարգավորման ուղղությամբ վերջնական առաջընթացի։ Բարաքը հերքել է դադարեցված հարձակման մասին տեսությունները։ Ռեժիմի փոփոխությունը երբեք չի աշխատել։ 93 հեղաշրջում 1946 թվականից ի վեր։ Բոլորը ձախողվեցին։ Նա պնդում էր, որ ԱՄՆ-ն եւ նրա ներկայիս ղեկավարությունը մերժում են ռեժիմի փոփոխության դոկտրինը, նման որոշումները թողնելով տարածաշրջանային դերակատարներին։ Ինչու Իսրայելը չցանկացավ ավարտել աշխատանքը։ Ես չեմ կարծում, որ պատմությունը ավարտվել է, դուք 5-րդ գլխում եք, մենք ունենք դեռ 5 այլ գլուխ։ Այսօրվա ամփոփումը այսօր էր Թոմ Բարաքի կարևոր մեկնաբանություններից։ Միջազգային զարգացումները շարունակվում են եւ մենք կվելուծենք դրանք մեր հաջորդ թողարկումներում։ Հետևեք Շահումյան կազմակերպության ալիքին, որպեսզի չկորցնեք նոր թողարկումները։